Մեր Տերը փառավորվի, հալելույա։ Ուրախ եք քույր եղբայրներ, որ Տիրոջ տան մեջ եք։ Տիրոջ անունը փառավորվի, հալելույա, փառքերի Հիսուսին։ Ռոբերտ եղբայրս ասում է, շատ եմ սիրում, որ ասում ես փառքերի Հիսուսին։ Ամեն փառքերի Հիսուսին, հալելույա։ Թող մեր Տերը փառավորվի, քույր եղբայրներ։ Սաղմոս 92-ը շատ հետաքրքիր սաղմոս է։ Փառաբանության երգ, Դավիթը այսպես է անվանել։ Եվ գիտեք, գրված է վերնագիրը Սաղմոս երգ շաբաթ օրվա համար։ Դե հրյաները շաբաթ օրը պահում էին որպես իրենց կիրակին, մեր կիրակին էլ այսօր տերունական կիրակին է, ամեն։ Եթե Դավիթը այստեղ կանգնած լիներ, ես հավատում եմ, որ այս խոսքերը նա կկրկներ։ Բարի է Տիրոջից գոհանալը, Սաղմոս ասել է քո անվանը, ով բարձրյալ, հալելույա։ Առավոտանց քո ողորմությունը պատմել է եւ գիշերը քո ճշմարտությունը։ 10 լար ունեցող նվագարաններով եւ սաղմոսներով քնարի հետ օրհնության ձայներով, հալելույա։ Այսօր այս երաժշտության այս սիմֆոնիկ ձայների մեջ կլսեք այդ բոլոր ձայները, սիրելներ։ Իմ եղբայրս չտեսնված գործ արե, Աշոտ եղբայրը։ Որովհետև դու, սա խոսում է քո մասին, որովհետև դու Տիրոջ Տեր ուղարկեցիր ինձ քո գործերը։ Ցնծում եմ քո ձեռքի գործերով, հալելույա։ Ով Տեր, որքան մեծ են քո գործերը, անչափ խոր են քո մտքերը։ Փառքերը Հիսուսին։ 10-րդ համարը շատ հետաքրքիր համար է։ Տեսեք ինչ հետաքրքիր է Դավիթն ասում։ Բայց իմ եղջյուրը պիտի բարձրացնես, մի եղջյուրի պես եւ օծես ինձ նոր յուղով։ Հիշում եք 5 տակարանում թագավորներին օծում էին, այդ եղջյուրը բարձրացնում էին օծության յուղով լի եւ լցնում էին թագավորի կամ ինչ որ մարգարեի կամ ինչ որ մեկի գլխին։ Այսօր ասա Տեր ինձ նոր օծությամբ օծիր։ Իմ կյանքը, իմ սիրտը, իմ միտքը թող դառնա Քրիստոսի միտքը, հալելույա։ Եկեք ոտքի վրա կանգնենք, սիրելի Աստծո ժողովուրդ։ Մինչ մենք պատրաստվում ենք, մեր երգչախումբը կբարձրանա եւ աղոթքից հետո ես կհրավիրեմ իմ սիրելի Աշոտ եղբայրս։ Թող Տիրոջ անունը փառավորվի։ Սիրելի Հայր, օրհնում ենք քեզ։ Այսօր Տեր Աստված այս հրաշք օրը հունիսի 28-ը Տեր, որ մեզ հնարավորություն տվեցիր կյանք, որ գանք քո առջև կանգնենք եւս մեկ անգամ ասենք դու բարձրյալն ես Տեր Աստված։ Եկել ենք քեզ ամեն նվագարաններով, օրհնություններով, մեր սրտի երգերով, փառավորենք քեզ Տեր Աստված։ Հայր, այո, անցյալ կիրակի մենք տոնեցինք հայրերի տոնը Տեր Աստված։ Ես շնորհակալ եմ, որ դու մեր հայրն ես, բարի հայրը, որ դու ամեն անգամ սպասում ես, որ որդին պետք է այդ դռնից ներս մտնի Տեր Աստված։ Դու առատ եւ գթած Աստված ես։ Այսօր մեր համար եւ ազգերի համար Տեր գոհանում ենք քեզանից։ Այս կիրակնօրյա ծառայությունը բացում ենք քո առջև Տեր Աստված եւ գոհ շնորհակալ ենք այն ինչ որ պետք է անես մեր համար իմ սիրելի Աշոտ եղբայր միջոցով թող Տիրոջ անունը փառավորվի, ամեն։ Ամեն, փառքերի Հիսուսին սիրելներ։ Դե ինչ եկեք մի հատ ջերմ ծափերով հրավիրենք մեր սիրելի Աշոտ եղբայրը, Աշոտ եղբայրս, Տերը օրհնի ձեզ առատապես։ Տեր Հիսուսի անունով բարև եմ բոլորիդ, հարազատ մարդիկ, հարազատ եկեղեցի։ Ես ամեն տեղ եմ դա ասում, որտեղ եկեղեցին հարազատ տեղ է։ Մենք Քրիստոսի արյունով գնված ժողովուրդ ենք, եղբայրներ եւ քույրեր եւ հավիտենապես նույն ընտանիքի անդամներ։ Փառք Տիրոջը, չէ՞։ Իսկ Արմեն եղբոր համար կրկնակի փառք։ Ամեն։ Սկսենք տերունական աղոթքով այսօրվա մեր պաշտամունքը։ Հայր Որ
Զիքոյ արքայություն եւ զորություն եւ փառք հավիտյանս ամեն Ահա մենք եկել ենք առջևը Տեր Հիսուս եկել ենք հանդիպելու քեզ ուզում ենք Հիսուս որ մեր մեջ լինես սիրով ենք հիմա սպասում քեզ խանդավառ եւ ջերմ Տիրոջը պաշտենք ու եկենք Ահա մենք եկել ենք առջևը Տեր Հիսուս եկել ենք հանդիպելու քեզ ուզում ենք Հիսուս որ մեր մեջ լինես սիրով ենք հիմա սպասում քեզ օրհնիր մեզ օրհնյալ Տեր Հիսուս սիրելի օրհնիր մեզ արարիչը զոր օրհնիր մեզ օրհնյալ Տեր Հիսուս սիրելի օրհնիր մեզ արարիչը զոր օրհնիր մեզ օրհնյալ Տեր Հիսուս սիրելի օրհնիր մեզ արարիչը զոր օրհնիր մեզ օրհնյալ Տեր Հիսուս սիրելի օրհնիր մեզ արարիչը զոր Հավատքով ենք եկել հավատում ենք առնենք կստանալ օրդություն քեզանից Զարավով ենք եկել դուր մեզ արադորեն օրդության կենաց աղբյուրի Օրհնիր մեզ օրհնյալ Տեր Հիսուս սիրելի օրհնիր մեզ արարիչը զոր օրհնիր մեզ օրհնյալ Տեր Հիսուս սիրելի օրհնիր մեզ արարիչը զոր օրհնիր մեզ օրհնյալ Տեր Հիսուս սիրելի օրհնիր մեզ արարիչը զոր օրհնիր մեզ օրհնյալ Տեր Հիսուս սիրելի օրհնիր մեզ արարիչը զոր Տեր միջև մեզ շորտես, չենք թողնի, չենք գնա, կարիքը ունենք Տեր Հիսուս, ուզում ենք Հիսուս, որ մեր մեջ եղած զորությամբ մեր մեջ հայտնվեր, օրհնիր մեզ օրհնյալ Տեր Հիսուս սիրելի, օրհնիր մեզ արարիչը զոր, օրհնիր մեզ օրհնյալ Տեր Հիսուս սիրելի, օրհնիր մեզ արարիչը զոր, օրհնիր մեզ օրհնյալ Տեր Հիսուս սիրելի, օրհնիր մեզ արարիչը զոր, օրհնիր մեզ օրհնյալ Տեր Հիսուս սիրելի, օրհնիր մեզ արարիչը զոր, օրհնիր մեզ արարիչը զոր, օրհնիր մեզ արարիչը զոր, օրհնիր մեզ արարիչը զոր Օրհնիր մեզ արարիչը զոր, օրհնիր մեզ օրհնյալ Տեր Հիսուս սիրելի Տերը արդեն օրհնել է մեզ, բայց ավելին ենք ուզում, ամեն Ինչ մեծ ու հրաշալի են քո գործերը Տեր, փառքով տելացված երկիրը, սուրբ, սուրբ, սուրբ ես Տեր Ինչ մեծ ու հրաշալի են քո գործերը Տեր, փառքով տելացված երկիրը, արդար ու ճշմարիտ են ուղիները քո, սուրբ թագավոր,
գործերը Տեր, փառքով տելացված երկիրը, արդար ու ճշմարիտ են ուղիները քո, սուրբ թագավոր, ով չի վախենա ու չի փառաբանի քեզ, միայն դու Եսուս, ողջ ազգերը խոնարհվեն քո առջև, Տեր Հիսուս, միայն դու Եսուս, սուրբ ես, սուրբ ես, սուրբ ես, միայն դու Եսուս, սուրբ ես, Տեր Հիսուս, միայն դու ողջ ազգերը կխոնարհվեն քո առջև, Տեր Հիսուս, միայն դու ես սուրբ, սուրբ ես, սուրբ ես։ Հռչակենք եւ ասենք բոլորս միասին բարձր. Սուրբ ես, սուրբ ես, միայն դու ես Ամեն եւ ամեն եւ ամեն։ Թող քո անունը սուրբ լինի երկրի վրա։ Տերը դիեզերքում, երկնքում սուրբ է, բայց մենք երկրի վրա ուզում ենք նրա անունը սուրբ պահենք։ Սիրո սուրբ աղբյուր ես Տեր, սեր է բխում քո հայացքից։ Սիրո սուրբ աղբյուր ես Տեր, սեր է բխում քո հայացքից, սիրում ես ինձ ինչպես որդու, ուր գնամ ուր քո հմայքից, այնքան քաղցրես, այնքան բարի, ինչքան հզոր ու փառավոր, այնքան չքնավ, այնքան գերով, իմ մտերիմ հարազատ է, այնքան քաղցրես, այնքան բարի, ինչքան հզոր ու փառավոր, չքնավ, այնքան գերով, իմ մտերիմ հարազատ է։ Առավոտյան արթնանալի քո ջերմությամբ սեր ես տալիս, դու պահեցիր ինձ ողջ գիշեր, քո ապահով ձեռքերին մեջ, այնքան քաղցրես, այնքան բարի, ինչքան հզոր ու փառավոր, այնքան չքնավ, այնքան գերով, իմ մտերիմ հարազատ է, այնքան քաղցրես, այնքան բարի, ինչքան հզոր ու փառավոր,
այնքան կացրես, այնքան բարի, ինչքան զոր ու փառավոր, այնքան չգնալ, այնքան գերով, իմ մտերիմ հարազատ է, այնքան կացրես, այնքան զոր ու փառավոր, այնքան չգնալ, այնքան գերով, իմ մտերիմ հարազատ է, այնքան չգնալ, այնքան գերով, իմ մտերիմ հարազատ է։ Մեր հիանալի Աստված, փառք ենք տալիս քեզ քո բոլոր բարիքների համար։ Հաջորդ երգը մեզ կառաջնորդի Արփիկ քույրը։ Տերորդնի Արփիկ քրոջը ձեռք բարձրացնեք, համաձայն եք։ Մենք խոստացված վերջին անձրևների հափակում ենք օրդարար եւ արար գետերի թող թափվեն մեզ վրա անձրևներ թող թափվեն մեզ վրա անձրևներ դու զորություն ներկայության բոլոր սուրբերի թող վարարեն հեղեղները հոգու ջրերի թող թափվեն մեզ վրա անձրևներ թող թափվեն մեզ վրա անձրևներ դու զորություն ներկայության հպվիր մեստեր Nekayucan, hafif mesle, sarabeke.
զորություն ներկայության հպվիր մեստեր ծարավեք ես անչա երկիրը մեր Թուր զորություն ներկայության հպվիր մեստեր ծարավեք ես անչա երկիրը մեր Թուր զորություն ներկայության հպվիր մեստեր ծարավեք ես անչա երկիրը մեր Թուր զորություն ներկայության հպվիր մեստեր ծարավեք ես անչա երկիրը մեր Թափվեն մեզ վրա անձրևներ Թող թափվեն մեզ վրա անձրևներ Թող թափվեն մեզ վրա անձրևներ Թող թափվեն մեզ վրա անձրևներ Ամեն Հաջորդ փառաբանությունը մեզ կառաջնորդի Նադյա քույրը։ Մի հատ էլ Նադյա քրոջ համար բարձր ծափ տանք։ Արմե եղբայրը որ ասեց հայրենա փառաբանում, ես ուղղակի հավատացի, բայց ուզեցի անձամբ լսեմ, անձամբ տեսնեմ եւ փորձի ժամանակ շատ օրհնվեցի։ Մինչև
սիրում եմ քեզ ամեն երից Մարգիչին իմ բարեկամ Գոհություն եղա քեզ նորից Շատ հուզիչ էր Փառք Տիրոջը, երբ որ մեր քույրիկը, մեր լեզվով մեզ առաջնորդում է փառաբանությամբ։ Տերը օրհնի։ Հաջորդ երգը նոր երգ է, շատ նոր չի, 1-2 ամսվա, 3 ամսվա երգ է, որ Անահիտ քույր Արսենյանն է գրել, Ֆրունզ եղբորը գիտեք բոլորդ, իր աղջիկն է գրել, եւ բառերը Վլադիկ եղբայր Բաղդասարյանը, Ավետաբեր եկեղեցու ավագ-հովիվը, եւ շատ գեղեցիկ երգ է, վստահ եմ ով լսեց օրհնություն ա բերում եւ երգացնում է մեզ ուղակի, որը հռչակում է Հիսուսի հարության մասին։ Խաչին երբ ես նայում եմ, հասկանում եմ ինձ համար է, ու սրտիս մեջ հավատում է, հարություն ես դու արել, դու վախերն իմ փարատել է, իմ ճամփան լուսավորել է, քո հոգով ինձ ավետել է, հարություն ես դու արել, ես ավետ քեզ օրհնելու եմ, քո գործերը պատմելու եմ, ամեն օր դավանելու եմ, հարություն ես դու արել, ես ավետ քեզ օրհնելու եմ, քո գործերը պատմելու ամեն օր դավանելու եմ, հարություն ես դու արել։ Ամեն օր դավանելու եմ, հարություն ես դու արել։ Թե կյանքիս մեջ փորձություն գա, բորբոքվի ու նեղություն տա, ես գիտեմ, որ ինձ օգնող կա, հարություն ես դու արել, ես գիտեմ, որ մի ճամփա կա, մարդը պետք է հավատքով գա, եւ տեսնի, որ հաղթություն կա, հարություն ես դու արել, ես ավետ քեզ օրհնելու եմ, քո գործերը պատմելու եմ, ամեն օր դավանելու եմ, հարություն ես դու արել, ես ավետ քեզ օրհնելու եմ, քո գործերը պատմելու եմ, ամեն օր դավանելու եմ, հարություն ես դու արել։
Պատգամ, արմեջբեր։ Լավ, մի հատ էլ երկենք, վերջում մեկ երկ կթողենք, եթե կուզեք։ Այս երկը շատ աշխուժ երկ է, ակտիվ երկ, եւ վստահ եմ խոսքերն էլ վերցված են առաջին նամակ Թեսաղոնիկեցիներին 2:19. Ով է իմ հույսը, ով է իմ թագը, դու իմ սիրելի քույրս եւ եղբայրս։ Փրկության հույսի մասին չի, քաջալերվելու հույսի մասին է, մեկս մյուսի հավատքի մեջ ներդրվելու մասին է։ Ուրեմն ով է իմ հույսը, ով է իմ թագը։ Նստեցիք, թե կանգնած եք երկում։ Փորձեք, տեսեք, կարաք նստած։ Ճշմարիտ եղբայր, Իրտանիք հարեք, Հիսուս Քրիստոսում, Իր շնորհքի տակ եք, հավիտյան կանգուն, ով է իմ հույսը, ով է իմ թագը, դու իմ սիրելի քույրս եղբայրս, ով է պարծանքս, ուրախությունս, դու իմ սիրելի քույրս եղբայրս, ով է իմ հույսը,
Հարկ Տիրոջը փառաբանեցինք, ուրախացանք Տիրոջ տան մեջ։ Սա սուրբ ուրախություն է կարելի ասել, չէ՞, սուրբ խնդություն, որտեղ ուրախանում ենք մեր Փրկչի տված շնորհքով, նրա խոստումներով, ուրախանում ենք, որովհետև մենք գնված ենք նրա արյունով եւ հավիտենականությունը պատրաստ սպասում է բոլոր նրանից վախեցողներին եւ հույսը նրա վրա դնողներին։ Այնպես որ լավ ենք անում, որ ուրախանում ենք, չէ՞։ Սքավորներն էլ երանի, որտեղ նրանք կմխիթարվեն, բայց մենք սքավոր ենք մեղքի նկատմամբ, երբ որ սայթակում ենք, ընկնում ենք, ողբում ենք, սքում ենք, բայց հաջորդ պահին պետք է հույսը մեզ գրկի եւ ուրախությունը լույսը լցնի մեր կյանքը։ Ամեն։ Պատգամը, որ Տերը դրեց սրտիս մեջ, վերնագրել եմ հետո, ուրիշ անգամ, հիմա ժամանակը չի։ Երեմիայի մարգարեության 8-րդ գլխի 20 համարի մեջ ասում է. հունձկը անցավ, ամառը վերջացավ, բայց մենք չփրկվեցինք։ Սեզոնը եկավ, առիթը եկավ, հնձողները հնձեցին, բայց մենք քանի որ չենք ցանել եւ չենք աճեցրել, չհնձեցինք, ժամանակ չմնաց, ամառը անցավ, եկավ աշուն, եկավ ձմեռ եւ հետաքրքիր համեմատություն անում մարգարեն, ասում է եւ մենք չփրկվեցինք։ Նրանք ովքեր որ գյուղատնտեսական առումով չեն ցանել, չեն հնձել ամառը, ձմեռը կմնան կարոտյալ։ Հնարավոր է ուրիշներից պարտքով գնան ուզեն, ասեն մի քիչ տվեք ուտենք, եկող տարի կտանք ձեզ։ Բայց ավետանում շատ տեղեր կա, ասում է բա որ մեզ ու ձեզ չհերիքացնի։ Բաներ կա, որ մենք կարող ենք իրար հետ կիսել, բայց հոգևոր բաներ կա, որ խիստ անձնական է։ Ամեն մեկս մեզ տրված առիթը մենք պիտի օգտագործենք։ Ես քո փոխարեն չեմ կարող հավատալ, դու իմ փոխարեն չես կարող հավատալ, բայց մեր հավատքները կարող են իրար ջերմացնել, սրել, տաքացնել, բայց ամեն մեկս առիթից մենք պիտի օգտվենք։ Ասոխոսն ասում է, հիմա է ընդունելի ժամանակը, հիմա է փրկության օրը։ Ամենամեծ կորուստը այս կյանքում ոչ թե նյութական հնարավորությունների կորուստն է, շատերն ասում են, ինչ հնարավորություններ եկավ, այս խելքս այն ժամանակ կլներ։ Լսել եք այդպիսի բան։ Բայց ամենամեծ կորուստը դա չի, որ մենք հնարավորություններն ենք կորցրել։ Ամենամեծ կորուստը Աստվածաշունչը մեզ ներկայացնում է այն առիթն է, երբ որ Աստված մեզ կանչեց։ Եթե այդ առիթը կորցնենք, Աստծո խոսքն ասում է, որ Աստված հավիտյան չի կանչելու մեզ։ Մի օր շնորհքի դռները կփակվեն, եւ եթե մենք շատ թակենք եւ ասենք Տեր, Տեր, բաց մեզ, կլսենք այն խոսքերը, որ լսեցին հիմար գույսերը. Ես ձեզ երբեք չեմ ճանաչում։ Աստված այսօր էլ դռներ է բացել իմ եւ քո առաջ։ Հիմա այսօր, ինչ մենք այստեղ նստած ենք։ Հարցը ոչ թե այն է, որ մենք առիթ կունենանք, թե չենք ունենա։ Հարցը այն է, որ մենք առիթը օգտագործում ենք, թե չենք օգտագործում։ Ես գիտեմ, որ ոչ ոք ձեզանից չի հավատում, որ մենք պատահականության արդյունքում հիմա այստեղ ենք, չէ՞։ Մենք հավատում ենք, որ Աստված մեր քայլերը ուղղեց եկեղեցի, Աստված հատուկ գործ ունի մեզանից յուրաքանչյուրի հետ, եւ մենք ուզում ենք այս օրը, այս ժամը, այս առիթը իմաստությամբ օգտագործենք։ Որտեւ կորցրած ժամանակը այլևս ետ վերադարձնել հնարավոր չի։ Եվ եթե առիթը կորցնենք, օրհնությունը կկորցնենք։ Աստված յուրաքանչյուրիս առիթներ է տալիս, բացում է դռներ, հնարավորություններ ծառայելու, ապաշխարելու, վկայելու, բարի գործեր անելով վարձք դիզելու։ Եվ եթե այդ առիթը այսօր կա քո առջև, մի փախցրու այդ առիթը։ Աղոթելու, վկայելու, բարեգործություն անելու, կյանքդ շտկելու, խոստովանելու, բաներ, որոնք քեզ խանգարում են, արգելք են, առիթը մի կորցրու։ Եստերի գրքի մեջ 4:14-ն ասում է. ով գիտի, գուցե հենց այսպիսի ժամանակի համար թագավորություն հասար։
Ես Տերի պատմությունը բոլորդ գիտեք։ Ով գիտի։ Դու ընդամենը որբ մի աղջիկ էր, հորեղբայրդ քեզ վերցրեց եւ գերիվարված ժողովրդից Աստծո հատուկ նախախնամությամբ թագուհու պաշտոնին հասար, թագավորության հասար։ Եվ օրը հասավ, որ հիմա պիտի գործադրես այդ իշխանությունը։ Արդյոք պիտի ընտրես թագավորի գեղեցիկ պալատը, սենյակները, ոսկիները, նվերները, այդ ռիսկին պիտի գնաս կորցնելու կամ չկորցնելու, թե պիտի ընտրես Աստծո ժողովրդի կարիքին հաղորդ լինելը։ Նրանց մութ եւ դժվար պահերին քայլ անելը, եթե կորցնել, ուրեմն ամեն ինչ կորցնել։ Սրան մենք ասում ենք հավատք։ Եվ Եստերը արեց այդ քայլը ժամանակը օգտագործելով ճիշտ։ Եփեսացիներին ուղված նամակ 5:16 ժամանակը ճիշտ օգտագործեք, որովհետև օրերը չար են։ Ճիշտ օգտագործել նշանակում է ամեն ընձեռնված վայրկյանը հատուկ նպատակի օգտագործենք։ Բարիք գործելուց չձանձրանաք, Աստծո խոսքն ասում է, որովհետև ժամանակին կհնձեք, եթե չթուլանաք։ Ուրեմն քանի դեռ ժամանակ ունենք, բարիք անենք բոլորին, մանավանդ, ասեք, հավատքի ընտանիքի անդամներին, Գաղատացիս 6:9-10։ Վաղը գուցե այդ հնարավորությունը չլինի այլևս։ Այսօր կարող ես, արա, հաշտվիր մեկի հետ, օգնիր ինչ-որ մեկին, վկայիր ինչ-որ մեկին, ծառայիր եկեղեցում, աղոթիր ինչ-որ մեկի համար, հետոն կարող է չգալ։ Այս հետոն շատ հավատացյալների ուղակի թակարդի պես է։ Կանեմ, բայց հետո չի հրաժարվում։ Ուրիշ անգամ։ Քանի որ ժամանակը հետ չի վերադառնում, ուրեմն հետաձգումը կամ բաց թողումը անդարձ հետևանքներ կարող են ունենալ, էլ հետո չի լինելու։ Կորած հնարավորությունների գերեզմանատան վրա, այդպես մի հատ գերեզմանատուն կա, կորած հնարավորությունները ընդեղ են թաղում։ Կորած հնարավորությունների գերեզմանատան վրա գրված է հետո։ Անցավ, թաղեցին, վերջացավ։ Ուրիշ մեկը շատ գեղեցիկ է ասել, ասում է ճանապարհ, որի վրա գրված է հետո, հիմա մեր ֆրիվեյների վրա գրված է, չէ, թվեր, անուններ եւ այլ, գիտենք որը ուր է տանում։ Որի վրա գրված է հետո, այդ ճանապարհը մեզ կհասցնի մի քաղաք, որի անունը երբեք։ Այդտենց էլ չենք հասնի։ Ուրեմն չխափնվենք, սիրելիներ, չխափնվենք սատանայի սուտին, որ հա, համաձայնվի, բայց հետո, հիմա չէ։ Վաղվա խաբեությունը շատերին է կործանել։ Առակաց 27:1-ն ասում է՝ մի պարծեցիր վաղվա օրով, որովհետև չգիտես, թե օրը ինչ կծնի։ Կգնամ, կանեմ, կքնեմ, կզարթնեմ, վաղը չէ մյուս օրը, մինչև քանի տարվա ծրագրեր ենք մենք ծրագրում։ Ծրագրելը լավ է, բայց այս օրվա անելիքը հիմա պիտի անեմ։ Սա է Աստվածաշունչը մեզ սովորեցնում։ Վաղվա խաբեությունը այն է, որ մեզ թվում է, որ մենք վաղվա տերնել ենք։ Մենք միայն ներկան ունենք։ Անցյալը անցավ, իսկ ապագան մեր ձեռքում չի։ Հիշում եք այդ մարդը Ղուկասի ավետարանի մեջ Տեր Հիսուսը պատմեց, որ վարեց, ցանեց, շատ բերք եկավ, շատ ընտիր բիզնեսմեն էր այս մարդը։ Հետո հաշվեց, տեսավ, որ իր պահեստները չի տեղավորվելու, շատ արագ վերակառուցեց, լայնացրեց, մեծացրեց, խաղեց, հնձեց, բերեց ապահով փայլուն, ժամացույցի պես լցրեց, իրիկունը պարկեց, սկսեց հաշվել։ Չեյսի մեջ այսքան մտավ, վերսվարգ, փողերը հաշվեց։ Ասեց, «Էս ինչքան է»։ Եվ ինք իրան ասեց, «Կեր, խմի, հանգիստ, մինչև որ երրորդ սերունդ շատ բարիքներ ունես ամբարած»։ Պարզ հաշվարկ, մաթեմատիկա։ Ինչ եղավ։ Այդ օրը Տերը նրան ասաց. հաջողակ բիզնեսմեն, լավ մարդ, այտենց ասեց, հիմար եւ անմիտ։ Այս գիշեր վերջանում է, հետո չկա քեզ համար։ Վաղը չի լինելու քեզ համար, լույսը չի բացվելու։ Ուրեմն այդ հավաքածդ ինչ պիտի լինի։ Եվ Տերը շատ
հետաքրքիր եզրակացություն է դնում մեր առջև։ Բոլոր նրանց հետ նույնը կլինի, ովքեր իրենց հույսը դրել են իրենց հարստության վրա, որ հետո լավ է լինելու։ Նայեք, ամենավերջում լավ է լինելու, ասեմ ձեզ, կարդացեք Հայտնության գիրք, վերջի գլուխ։ Գեղեցիկ քաղաք, ամենավերջում, բայց ում համար։ Նրանց, ովքեր այս օրը ճիշտ որոշում արեցին, հետո նրանց համար փայլուն կլինի։ Իսկ նրանք, ովքեր նստել են թախտին եւ սպասում են, ասեք, բախտին, հետո լավ չի լինելու։ Սատանայի ռազմավարությունն է սա։ Նա չի ասում՝ մի հավատա, եկեղեցին լավ տեղ չի, հավատացյալները լավ մարդիկ չեն։ Այդ բոլորը կա, լավ է, բայց թող մնա հետո։ Հիմա դրա ժամանակն է։ Հիմա դու պետք է սովորես, դու պետք է ամուսնանաս, դու պետք է բիզնես անես, աշխարհը պետք է տեսնես։ Հիմա քո վերելքի ժամանակն է, հայտնի դառնալու ժամանակն է։ Հələ նայ Facebook-ի մեջ ինչքան հետևորդ ունես, նայ Instagram-ի մեջ ինչքան հետևորդ ունես։ Մեկը մի անգամ ասեց, դրանով է չափվում մարդու հաջողությունը, ասի ինչքան ապուշ մարդ կա, շատ հետևորդ ունի այնտեղ։ Եթե մենակ վյուներով եք չափում։ Լավն էլ կա, վատն էլ կա, մի խաբվեք։ Ուրեմն սիրելիներ, մեկ ուրիշ անգամ չկա։ Պենտեկոստեից հետո առաքյալները ամեն տեղ ավետարան քարոզեցին, Պողոս առաքյալը հասավ Աթենք, քարոզեց ավետարանը, պարզ եւ հստակ, եւ այնտեղ գրված է, որ երբ մեռելների հարության մասին լսեցին, ոմանք ծաղրեցին, ոմանք էլ ասացին, սրանք ավելի լավն են, տեսեք ծաղրողներից։ Այդ մասին մեկ ուրիշ անգամ կլսենք, հետո։ Այդ մեռելների հարությունը մի քիչ դժվար թեմա է, այդպես ծանր։ Հետո կլսենք։ Բայց մինչև այդտեղ շատ լավ էր, Աստված ստեղծել է, արարել է մեկ ազգից, մեկ ժողովրդից, ձեր բանաստեղծներն էլ են ասում, հələ տեսեք ինչ լավ Աստված ունենք եւ այլն։ Շատ լավ էր, հենց մեռելների հարությունը լսեցին, ինչու՞։ Որովհետեւ այդտեղ հավատքը պիտի կամ միանար, կամ չմիանար։ Ոնց հավատամ, որ մեռելը հողի տակ դրված փտած գնաց վերջացածը մի օր պիտի կանգնի փառավորյալ մարմնով հոգին մեջը եւ հավիտենապես պիտի ապրի։ Դե հավատա։ Մենք մի պապիկ ունենք, Գոհարի պապներ, ասին գնանք վկայենք այս մարդուն թող կյանքի մեկնելուց առաջ ընդունի, գնացինք շատ սիրով ընդունեց։ Հիմա ես ու Գոհարը հերթ չենք տալի, պապի քաղաք կա վերևում, հա, ինչ ձևի քաղաք է։ Ոսկե, սկսանք ոսկես, չգիտես ինչի միշտ ոսկուց ենք սկսում։ Փայլուն ոսկի է, էս այն ադամանտները, քարեր, ասենք մի քիչ աչքերին լավ վերևա։ Հետո պատմեց, կես ժամ, հերթ չենք տալի, պրծանք, հիմա որ պետք է ապաշխարի, ասեց, ոնց էլ հավատում եք այդքան բան։ Հետո որոշումը ապաշխարության թշնամին է։ Մի անգամ Ֆելիքսի առաջ Պողոս առաքյալը կանգնեց, այս մարդը կուսակալ էր, եւ վկայեց։ Ֆելիքսը լսեց, ասաց շատ հետաքրքիր բաներ ես խոսում, բայց դու հիմա գնա, հետո նորից կկանչեմ կգաս։ Մի քանի անգամ այդ հետոն հետաձգեց, գրված է որ կանչում էր, մտածում էր մի բան Պողոս առաքյալը կտա, հələ կաշառքը տեսեք այս ժամանակ ոնց էր աշխատում։ Եվ կանչում էր, բայց չապաշխարեց։ Այդպես էլ Աստծո խոսքը չի հիշում, որ Ֆելիքսը կամ գրված չի, որ Ֆելիքսը ապաշխարեց։ Բայց լսում էր, քանի անգամ լսում էր, ինչ լավ ունկնդիր էր Ֆելիքսի պես մարդ, մեծ պաշտոնով մարդ նստում եւ լսում էր, ինչ լավ մարդ է։ Բայց ներսից մի ձայն ասում էր հետո։ Հիմա չէ։ Թող անցնի գնա։ Տեր Հիսուսը մի օր պիտի Երիքովով անցներ եւ այնտեղ Զաքեոս անունով կարճահասակ մի, ասեք, ով էր, IRS-ի այն ժամանակվա IRS-ի աշխատողներ։ Մարդկանցից հավաքում էր թաքսերը, շատ մաքուր եւ արդար էր, ահագին հարստացել էր, ունեցվածք ուներ, տուն ուներ, տեղ ուներ եւ այլն։ Եվ այս Զաքեոս անունը Զուլալ է նշանակում, բայց ինքը հեզ Զուլալ չէր։ Հետո կարճահասակների մեծ մասը լավ մարդիկ են, բայց մարդիկ կան, որ իշքան գետնի վրա են, չէ կապ չունի, դի կատակա, մի հավատացեք։ Շորտակա խոսք է։ Ուրեմն այս մարդը ուզեց Հիսուսին տեսնի։
Ոչ ոք ճամփա չտվեց, հավաքված են։ Արագա չէ, բիզնեսմենը չափեց, ուրեմն ընդեղից որ պետք է գա, ուզի չուզի, այս փողոցով պետք է անցնի։ Մի քայլ առաջ մտածեց։ Եք մարդիկան 2-3 քայլ առաջ են մտածում։ Վազեց գնաց, տեղանքը նայեց, մի հատ ծառ տեսավ, ժանտա թզենի, ասում են հետել մի քիչ փշոտ է, բայց ոչինչ, միակ շանսն էր, պիտի օգտագործեր, բարձրացավ, փոխանակինք Հիսուսի մոտ գնա, Հիսուսն է գալ իր մոտ։ Ինչ խելացի բարդ է, նստած սպասում։ Երբ որ Տերը եկավ հասավ, նայեց, ասեց. «Զաքեոս, շուտ արա, իջի»։ Ասեց. «Թու, իմ մասին հիմա բոլորը պատմել են, անունս որտից գիտի»։ Ուրեմն որ ասեց Զաքեոս, իմ սաղ արարքներս գիտի։ Հիսուս ամեն ինչ գիտի։ Հիսուս մեր գլխի մազերը գիտի։ Իմը հեշտ է, հələ շատ չի։ Ձերն էլ գիտի։ Կարևոր չի շատ դու քիչ թիվը։ Շտապիր իջիր։ Ինչու շտապիր։ Որտեվ այսօր պետք է որ քո տանը մնամ։ Հետո չէ, վաղը չէ։ Մյուս անգամ գալուց չէ։ Հիմա այսօր մի թող առիթը։ Եվ ինչ գեղեցիկ ասում է, արագ իջավ շտապ եւ իսկույն նրան իր տուն տարավ։ Զանգեց կնոջն, ասեց շուտ սեղանք, չէ, հեռախոս չկար այն ժամանակ։ Տուն եկավ կնիկն, ասեց, «Էս ինչ է»։ Ասեց, «Էս Հիսուսն է, էս էլ իր աշակերտներն են»։ Այ մարդ, այդքան հյուր ես տուն բերում, բա մի բերան չես ասում ինձ, սեղանը գցի շուտ արա։ Այս առիթը էլ չի լինելու։ Թող մնա եկող շաբաթ ավելի կպատրաստվենք, կգնանք առևտուր կանենք։ Այսօր, հիմա Հիսուսը պիտի մեր տանը մնա գրված է, ոչ թե մտնի անցնի։ Եվ հյուրասիրություն եւ ամենաուժեղը, որ Զաքեոսը կանգնեց, Տիրոջն ասաց. «Տեր, իմ ունեցվածքի կեսը աղքատներին կտամ։ Եթե մեկին զրպարտությամբ զրկել եմ, քառապատիկ կվճարեմ»։ Հավատաց եւ գործողությունը։ Եվ Տերն ասեց. «Այսօր, երբ այսօր հիմա այս տանը փրկություն եղավ»։ Ես համեմատություն եմ դրել, ասում եմ, Ադամը, երբ որ Աստված եկավ, ծառի հետևը մտավ։ Զաքեոսը ծառի վրա հելավ։ Լավ է, չէ՞, ավելի խելացի էր։ Եվ այս մարդը, երբ որ ապաշխարեց, երկու պտուղ միանգամից ցույց տվեց։ Մեկը բարեգործություն, ունեցվածքից կեսը։ Դուք ինչքանն եք տալիս։ Լավ, հետո Արմեն եղբորը կհարցնի։ Եվ մյուսը հատուցում։ Եթե մեկին զրկել եմ, այդ եթեն ինչ ասում, չգիտեմ, հաստատ զրկել ես, բա քո գործը հենց այդ է։ Եթե մեկին զրկել եմ, քառապատիկ կվերադարձնեմ։ Ուրեմն ապաշխարություն եւ պտուղ, որովհետեւ սիրելիներ, հավատքը առանց գործերի, ասեք, մեռած է։ Այս մարդու սիրտը այնքան լավն էր, որ Հիսուսը ինքը իրեն հրավիրեց Զաքեոսենց տուն։ Դուք դες բան անում եք։ Ասեց, իջի, ես այսօր ձեր տուն եմ գալու։ Կարող է Զաքեոսը չուզում դիրաս տուն գաս։ Գիտեմ, որ ուզում է։ Դեռ դու չխնդրած, չաղոթած, չգիտեմ, չբարձրաձայնած, Աստված գիտի։ Ամեն։ Երբ որ Աստված մի բան է մեզ ասում, նաև պատրաստում է մեզ, եթե Աստված մի գործիա քեզ ուղարկում, նախորդ քեզ զորությունն է տալիս եւ Աստծո մոտ վրիպում չկա, բայց մենք պիտի ինչ անենք, հնազանդվենք։ Ես մի բան ասեմ, համաձայնվեք։ Հետաձգված հնազանդությունը անհնազանդություն է։ Կհնազանդվեմ, բայց հետո դա եղավ անհնազանդություն։ Հիմա այստեղ եւ այս պահին։ Հետաձգված հնազանդություն չկա Աստծո խոսքի մեջ։ Իսկույն։ Երբ որ Տեր Հիսուսը Անդրեասին եւ նրա եղբայր Պետրոսին կանչեց, եկեք իմ հետևից եւ ես ձեզ մարդկանց որսորդներ կդարձնեմ, Պետրոսն ու Անդրեասը չասեցին 100% կգանք։ Մի հատ այս ամսվա գլուխ մի երկու հատ պարտ կատանք, ձկան սեզոնը վերջանա, այս մի երկու հատ էլ նավ ուրիշից ենք եկալը վերադարձնենք, 100% կմիանանք, եկեղեցուն էլ չենք բաժանվի։ Այդպես չի գրած։ Եվ նրանք իսկույն իրենց ուրկանները թողելով գնացին նրա հետևից։
Ուրկանները թողել, ուրկան ամենաթանկ բանն էր այդ ժամանակ։ Գիտեք, ամեն մարդ ուրկան չուներ։ Ամեն մարդ նավ չուներ։ Yani Պետրոս առաքյալը աղքատ մարդ չէր, ասեմ իմանաք։ Լուրջ կայացած մարդ էր։ Հարուստեր նաև զոքանչ ուներ։ Ուներ թե չուներ։ Ուներ։ Եվ կարդում ենք, որ իսկույն թողեցին իրենց ուրկանները։ Հետո մի քիչ խաղեղավ ընթացքում ասեցին, մենք թողեցինք ամեն բան քո հետևից եկանք, մեզ ինչ կլինի։ Հիշում եք Պետրոսը մի օր ասեց։ Ես մի անգամ լավ մի հատ մեկնաբանություն լսեցի, ասի Հիսուսը շուր գարած էր, ինչը թողեց, այն որ կարկատում եք այդ ուրկանները, ճղճղված թողեցինք եկանք, ինչ թողեցինք։ Բայց սիրելիներ, հետաձգված հնազանդությունը անհնազանդություն է։ Հոգևոր աճի թշնամին էլ այս հետոն է։ Այս հետոն լուրջ վիրուս է, ասեմ իմանաք։ Հետո կկարդամ, հետո կաղոթեմ, հետո կսկսեմ ծառայություն, այդպես բան չկա, հետո։ Հիմա Աստված քեզ առիթ է տվել, եղբայրս եւ քույրս, անկեղծ եմ ասում, օգտագործիր այս ժամանակը, հավիտենականության մեջ փառք պիտի տաս, որ այս օրը եւ հիման օգտագործեցիր։ Սրանք ոչ թե վախեցնելու խոսքեր են ինձ ու քեզ, բայց ես չգիտեմ հետո ինչ կլինի։ Ոչ էլ դու գիտես։ Մենք չգիտենք։ Բայց հիմա գիտենք, որ եթե այսօր ճիշտ որոշումներ անենք, վաղը Աստված մեզ կառաջնորդի։ Մի քույր 6 ամիս չէր գալիս եկեղեցի, հովիվը գնաց իրենց տուն, տարեց քույրեր, վայ հովիվ ջան, ինչ լավ է, եկել ես եւ այլն, նստան եւ այլն։ Ասես քույրս, բա չես գալի եկեղեցի։ Ասես ճիշտ է, չեմ գալի, բայց ամեն օր Աստվածաշունչ եմ կարդում ու աղոթում։ Հա, ինչ լավ է, ասես, կարևորը հոգևոր կյանքից չես ընկել։ Տեսավ այդ կնոջ քրոջ Աստվածաշունչը դրված, ասեց, դե բեր այսօր կարդանք, տենանք, որ գլուխն են կարդում։ Աստվածաշունչը վերցրեց, բացեց, ակնոցները մեջներ Աստվածաշունչի, բացեց, ասեց, սկսենք կարդալ, քույրն ասեց, վայ հովիվ ջան, այ Աստված քեզ օրհնի, 6 ամիս ակնոցներս եմ գալի կորցրել։ Ամեն օր կարդում է ինքը։ Գրքի մեջ ակնոցներ, 6 ամիս ասում ակնոցներս եմ, ինչ լավ եղավ, եկար ակնոցներս գտանք, չկա հետո, կա հիմա և կա այսօր։ Հետո կծառայեմ, հետո կսովորեմ, հետո կսկսեմ աղոթել, չէ, Տերն ասում է, արի իմ հետևից։ Գիտեք, Մատթեոս ավետարան գրողը էլի IRS-ի աշխատող է եղել։ Չգիտեմ, երբեք կա թե չէ, կապ չունի։ Ուրեմն այս մարդը նստած հարկերներ գրում։ Տեր Հիսուս եկավ իրան նայեց, ասեց Ղևի, իր առաջի անունը Ղևի էր, արի իմ հետևից։ Այս մարդն էլ ասում, թողեց գնաց։ Օֆիս, փակեց, դուք էլ ձեր գործնել, հաջողություն։ Ասում է իր առաջվա կյանքից Մատթեոսը վերցրեց մենակ գիտեք ինչը։ Ինչ եք կարծում։ Գրիչը։ Եվ գրեց ավետարան։ Ավետարան ըստ Մատթեոսի։ Եվ գրված ասում է արի իմ հետևից Մատթեոս 9:9 ինքն է գրում Մատթեոս իր մասին։ Նա վեր կացավ գնաց նրա հետևից առանց հետաձգելու։ Ես փառք եմ տալիս Տիրոջը, որ մեզանից շատերը ապաշխարել են, երբ որ Աստված կանչել է, մենք չենք հետաձգել։ Բայց եթե մեր մեջ կան մարդիկ, որ հետաձգում են, մի արեք այդ բանը։ Եթե մեր մեջ մարդիկ կան, ովքեր պայքարներ ունեն հոգևոր կյանքի մեջ, բերեք Տիրոջ առաջ։ Մի ասեք կգնամ, կփոխվեմ, հետ կգամ, դες բան չկա։ Աստված ասում է, ինչպես որ կաս, դու միայն հավատա, նվիրվի եւ արի, մնացածը ես կանեմ։ Հետոն մեր հարաբերությունների թշնամին է։ Հետո կներեմ, հետո կհաշտվեմ, հետո իրանք ասեմ, որ ես քեզ շատ եմ սիրում։ Մի ասա հետո, հիմա ասա, կներես, ես քեզ շատ եմ սիրում, ամեն բան մի կողմ շարունակենք առաջ։ Գիտեք, Եփեսացիներին ուղղված նամակ 4:26-ի մեջ գրված է. Արևը ձեր բարկության վրա մայր չմտնի։ Վաղը կետ գնամ կասեմ, չկա։ Ես շատ մարդկանց հետ եմ տեսել, որ իրար հետ հարց ունեն, խոսում ես, ասում են, ամարդ անցած լինի, ասում եմ, դե արի գնանք, լավ, հետո, հիմա չէ։ Բան չունեմ իր դեմ, բայց հետո։ Երբ այդ հետոն։ Հիմա վերցրուց զանգի եւ ասա, եղբայրս, քույրս, Տերը օրհնի քեզ, ես քեզ շատ եմ սիրում, խնդրում եմ ինձ ներես, ինչ սխալ որ արել եմ եւ այլն։ Չէ՞։
Ես մի հատ ուրիշ խոստովանության ձև ասեմ ձեզ։ Մեկը կանգնում է եկեղեցու առաջ ասում է. «Սիրելի եղբայրներ, քույրեր, ում վշտացրել եմ, ում կոպտել եմ, ում վիրավորել եմ, բոլորիցդ խնդրում եմ, էլի ուղղակի աղաչում եմ ձեզ։ Մի քիչ աշխատեք, փոխվեք, աշխատեք ձեր վրա, որ ես ստիպված նույնը ամեն անգամ չկրկնեմ։ Դրանք պետք է փոխվեն, ինքը չէ։ Այդպես է մարդը։ Ամեն ինչ կանցնի, ասաց միտքը։ Բոլոր վերքերը կանցնեն, շշնջաց սիրտը։ Ամեն ինչ նոր էջից ժպտաց հոգին։ Հիմա հələ նայեք։ Դե քմծիծաղ տվեց հիշողությունը։ Չի թողում։ Բա հիշում ես սենց, բա հիշում ես սենց, բա հիշում ես սենց։ Ուրեմն սիրելիներ, հոգևոր կյանքը մրց ասպարեզ է։ Մենք վազում ենք, մրցում ենք։ Պարապողների պես չէ, որ գնում են ֆիթնես վազում են, տեղ չեն հասնում, տեսել եք։ Վազում են։ Մենք պիտի հասնենք։ Առաքյալը տեսեք ինչ է ասում, չգիտեք, որ մրցասպարեզում վազողները բոլորն են վազում, բայց մեկն է մրցանակ ստանում։ Դուք այնպես վազեք, որ մրցանակին հասնեք, որ վազեք չհասնեք, ումա պետք։ Եվ ամեն ոք, որ մրցում է, ամեն ինչում ժուշկալ է լինում։ Արդ նրանք մրցում են, որ մի ապականելի պսակ ստանան, իսկ մենք անապական։ Ուրեմն ես այդպես եմ վազում, ոչ թե աննպատակ, այնպես եմ մրցում, ոչ թե օդը ծեծելով։ Ուրեմն հոգևոր կյանքում վազ կա, հասնել կա։ Եվ այդ էլ այսօր եւ հիմա պիտի սկսես։ Եթե այդ որ կրակեն, մի քանի վայրկյան հետ ընկա, վերջացավ։ Տեսել եք այդ մարցի վազքի մրցույթները, հատուկ պատրաստում են, սպասում են։ Որտեվ այդ ստարտը շատ կարևոր է։ Հոգևոր կյանքի մեջ նույնն է։ Դեպի արջև եղածներն եմ ձգտում, Պողոս Առաքյալն ասում է։ Ժամանակն է առաջ շարժվել։ Անցյալի հետ ամեն ինչ վաղուց ավարտված է, համաձայն եք։ Երբ որ մենք այսօր հարցնում ենք մեր ծառայությունների մասին, շատերը պատմում են ինչ են արել։ Շատ լավ է։ Բայց ավելի հետաքրքիր է թե ինչ ես պատրաստում անել։ Վաղը ինչ ես անելու։ Ինչ է քո ծրագիրը, ինչ է քո տեսիլքը։ Մի եղիր անցյալիդ գերին, այլ եղիր ապագայիդ ճարտարապետը։ Լավ խոսքեր են, չէ՞ սրանք։ Պարտվողները նայում են ուր են կանգնած, հաղթողները նայում են ուր են գնում։ Մի նայ ուր ես կանգնած, ընկար, բարձրացի։ Ձախողվեցիր, բարձրացի։ Չստացվեց, կրկին փորձի։ Հայացքդ Հիսուսից չդարձնես, որ չսուզվես։ Եգիպտոս մի նայ, որ ինչ լավ էր Եգիպտոսում։ Ավետյաց երկիրը նայ, կատ ու մեղր բխող երկիրը նայ, խոստացված երկիրը նայ, որ 40 տարի չշրջես նույն անապատում։ Ինչքան հետ նայես երկարելու է ժամանակը։ Հաճախ թուլությունը գալիս է հենց այն ժամանակ, երբ որ արդեն հասնելու վրա ենք, չէ՞։ Անում ենք, քիչ է մնացել։ Դրա համար սիրելիներ, հետո չկա։ Մեկ համար եւս կարդամ եւ աղոթենք։ Ամնացորդաց 12:32 Իսրայելի ժողովուրդը շատ պատերազմներ էր տեսնում։ Ցեղերը բաժանված էին, ամեն մեկը իր գործը ուներ։ Երբ հարցակվեն, ոնց անեն, նստում էին հատուկ գեներալները, մտածում էին, թագավորները հրաման էին տալիս, բայց գրված է 33 համարի մեջ Իսաքարի որդիներից, որոնք ժամանակի գիտությունն ունեին եւ հասկանում էին, թե ինչ պետք է անի Իսրայելը։ Նրանց 200 գլխավորները եւ նրանց բոլոր ազգականները նրանց հետ համաձայն էին։ Իսաքարի որդիները Աստծո ժամանակները հասկանալու հատուկ շնորհք ունեին Աստծոց տրված։ Ճանաչել Աստծո ժամանակները, քայլել նրա կամքով եւ ոչ թե մարդկային տրամաբանությամբ։ Այսի կարևոր բան է։ Հոգևոր կյանքը մարդկային տրամաբանությամբ ապրվող կյանք չի, համաձայն եք, սիրելի եղբայրներ, քույրեր։ Սուրբ Հոգին պիտի առաջնորդի։ Մենք մտածում ենք, տրամաբանում ենք, բայց տեղ է գալիս, որ մեր տրամաբանությունը էլ չի կարողանում մեզ առաջ տանի։ Կարմիր ծովը առջևը, գնամ կխեղդվեմ, ետևում Եգիպտոսի
զինվորներն են, գալիս են արագ, փախնելու տեղ չկա, ձիավորներ են։ Եվ հանկարծ կարմիր ծովի վրա Աստված կանաչ լույս է վառում։ Որ կանաչ լույսը վառում է, ինչ եք անում դուք։ Գազ եք տալի գնում եք, վերջացավ, էլ կանգնել չկա։ Ուրեմն Տերը օրհնի մեզ, զորացնի մեզ, որոշենք այսօր, չընկնենք հետ։ Կոդակ ընկերություն կար, լսել եք, չէ՞, Կոդակ։ 1888 թվականին է հիմնադրվել, ժամանակին իշխում էր, առաջատարն էր լուսանկարչության բիզնեսում։ Կոդակ ով ասես չի ունեցել։ Այսօր ուր են Կոդակի ապարատները, չկան։ Դեռ 1975 թվականին իրենք անցել են թվային դիջիտալ տեսախցիկների, բայց իրենց ժողովների մեջ ասել են, այս դիջիտալը լավ է, նորություն է, բայց մեկը մարդիկ ժապավենը կսիրեն միշտ։ Ժապավենը միշտ կիշխի։ Հետ են ընկել շուկայից։ Եվ 2012 թվականին սնանք ճանաչվեցին, բանկրապս։ Հիմա մի քիչ բաներ անում են, բայց այլևս ուրիշ ասպարեզում տպագրություն, բիզնես ծառայություններ եւ այլևս այդ հսկան չեն։ Ուրեմն առաջատար էին, կորցրեցին, ինչու՞։ Ունեցան, շատերից առաջ ունեցան, բայց ասեցին հետո։ Այդ հետոն կործանեց։ Եկեք մեր հոգևոր կյանքից այս հետոն հանենք այսօր, եղբայրներ, քույրեր։ Հիմա այսօր եւ այստեղ ես պատրաստ եմ Տեր։ Այցելիր ինձ, օրհնիր ինձ, առաջնորդիր ինձ։ Եկեք ոտքի կանգնենք։ Արմեն եղբայրը մեզ կառաջնորդի աղոթքով, հետո Փառք Տիրոջը սիրելներ, իրոք գանք Տիրոջ առաջ ասենք Տեր հավիտենական Աստված։ Այսօր փրկության ժամանակը Տեր։ Տեր այսօր ուղակի չի, որ ես այստեղ եմ քո տան մեջ, քո ներկայության մեջ կանգնած Տեր։ Եվ խնդրում եմ, որ այս խոսքը ներս թափանցի իմ կյանք, իմ սիրտ, Տեր Աստված։ Տաս ինձ ականջներ լսելու Տեր Աստված, քո խոսքը Տեր Աստված ընդունելու իմ սրտի մեջ, որ այդ խոսքը պտուղ տա Տեր Հիսուս։ Երկնային Աստված այս խոսքերը լսելիս ուղակի հիշում էի սերմնացանի առակը Տեր։ Սիրելի Սուրբ Հոգի, քո խոսքն ասում է, որ 4-ն էլ լսեցին եւ առաջի 3 տարբերակը հետոյի վրա էր։ Տեր, բայց այն հողը, որ լսեց, խոսք ընդունեց իր սրտի մեջ, նա պտուղ տվեց։ Տեր, այսօր մեր փափագն է, Տեր, որ դու բերում ես քո տան մեջ հովիվներ, ծառայողներ, Տեր Աստված, այս ընթացքի մեջ, Տեր Աստված, ավելի խորացնես մեր սերը քո հետ եւ մեր սիրտը բացես, Տեր։ Այսօր մենք էլ Տեր Զաքեոսի նման ունենանք այդ հանդիպումը քո հետ։ Տեր Հիսուս, այո, մենք տեսնում ենք մեր մեջ երևի մի փոքր Զաքեոս, մի թաքնված մարդ, ինչ որ միտեղ, դեռ փնտրում է, դեռ ուզում է։ Տեր, այսօր ուզում ենք, որ այդ մարդը ինչ որ մի օտար ծառից իջնի ներքև եւ խոնարհվի փրկչի ոտքերի տակ, Տեր Հիսուս, այսօր իրոք խոնարհվում ենք քո ոտքերի առաջ եւ ասում ենք, Տեր, ոչ միայն քեզ ընդունում եմ իմ տուն, այլ խնդրում եմ դարձիր իմ Տեր եւ անձնական փրկիչը, հալելույա։ Քույրս եղբայրս այսօր ուխտդ նորոգի Տիրոջ հետ։ Կյանքդ նորից նվիրիր Հիսուսին։ Ասա Տեր, ես շնորհակալ եմ այս հնարավորության համար։ Այո, այստեղ շատերս ապաշխարած ենք, ընդունել ենք Տիրոջը Տեր եւ անձնական փրկիչ, բայց սիրելի քույրս եղբայրս, միգուցե քո սերը նորոգվի նորից ու նորից ծառայելու Տիրոջը, նվիրվելու Տիրոջը, հավատալու, որ մեր Տերը գալիս է մեր փրկիչը շուտով եւ նա երբ որ գա իր հետ բերելու է իր վարձքը։ Ես շնորհակալ եմ Տեր Հիսուս, իմ քույր եղբայրների համար, նրանց կյանքի համար, նրանց այս հոգևոր որոշման համար, Տեր, եւ այստեղ ես հրճակում եմ քո սուրբ արյունը, Տեր Աստված, քո որդու արյունը Հիսուս, այն սուրբ արյունը, որ մեզ սրբացնում է ամեն օր, ամեն վայրկյան։ Ես խնդրում եմ Տեր Աստված, այսօր օրհնես մեր կյանքը, մեր հնարավորությունները, ամեն բան քո առջև ենք բերում։ Շնորհակալ եմ Աշոտ եղբայրս համար, իր կյանքն ու նպատակը օրհնես իրենց եկեղեցին, Տեր Աստված, Լոս Անջելեսում իմ գոհար քրոջ հետ միասին
օրտնես կրկնապատիկ պտղաբերան ես Տեր Աստված։ Ինչքան շնորհակալ ենք, որ այսպիսի Տեր թանկ ծառաներ ես բերում եւ մեզ դարձնում ես ընկերներ Տեր քո դաշտի մեջ Տեր։ Ես շնորհակալ եմ իր ընտանիքի համար Տեր Աստված, իր այս սիրո համար, այս սերմերը սերմանելու համար մեր մեջ։ Եվ Տեր Աստված, մենք գոհանում ենք երկնային Աստված, որ քիչ հետո պետք է միասին շփվենք կողքի սենյակում, նախորոք օրտում ենք այդ ուտեստները, ամեն բան, որ պատրաստել եք իմ սիրելի քույր եղբայրներ, օրտնված լինեք դուք։ Թող մեր հարաբերությունները լինեն սուրբ այդ շփման գծի մեջ։ Եվ այսօր ասենք, այսօր է ժամանակը, այսօր է պահը, հալելույա, փառքերը քեզ Հիսուս։ Եվ սիրելի եկեղեցի աղոթենք մեր Լիլիթի համար, նա հաջորդ շաբաթ գնալու է Հայաստան, մեր դաշնակահարը, մեր քույրիկը։ Օրհնում ենք Լիլիթի կյանքը, մի քանի տարիներ նա այստեղ էր, Տեր Աստված, եւ նորից կվերադառնա իր հարազատներին, մեկ ամսով Տեր։ Օրհնում ենք Լիլիթի թռիչքը դեպի հայրենիք, Տեր Հիսուս։ Թող քույրս գնա եւ այդ ջերմ հարաբերությունների մեջ վկայի, որ այստեղ էլ սակրամենտոյում կա դայոսպրա, համայնք, փոքր մի մաս հայության։ Եվ այո, Տեր Աստված, կան քույր եղբայրներ, որ նրանք հայերեն լեզվով Տիրոջն են պաշտում։ Ես շնորհակալ եմ Նադիայի համար էլ, Տեր Աստված, այն քույր եղբայրներս, որ Տեր բերել ես մեր մեջ, եւ այս լեզուն, որ մեզ տվել ես, դարձել է նրանց մայրենի լեզուն, այսպես ասած, օրհնված լինի Արարատի ազգը, քո ազգը, Տեր Հիսուս, իմ քույր եղբայրները։ Այո, կրկին անգամ օրհնես Լիլիթ քրոջս, իր ճանապարհը, ամեն բան խնդրում ենք Հոր Որդու եւ Սուրբ Հոգու անունով։ Ամեն ու ամեն։ Եվ թող եկեղեցին ասի ամեն։ Փառքեր Հիսուսին, սիրելի եկեղեցի, ամեն, հալելույա։ Փառքեր Հիսուսին։ Աշոտ եղբայրս վերջի երգը, հա։ Քեզ ուշ կտա Տեր Հիսուս
միշտ նայելով հավատքի վահանով հաստատում քայլերով առաջ գնաց զինվոր հաշիվ միշտ նայելով հավատքի վահանով հաստատում քայլերով առաջ գնաց զինվոր Ամեն։ Ամեն, փառքեր Հիսուսին սիրելներ։ Այո, բուրը ծափերը մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Ամեն։ Հալելույաներ Հիսուսին, փառքեր Հիսուսին։